Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից գիրք 19-րդ գլուխ Իսրայել Սինա լերանքով։ Երրորդ ամսվան մեջ Իսրայելի որդիներուն Եգիպտոսեն ելելեն ետք նույն օրը Սինայի անաբադը հասան։ Արտարև Ռապիդիմե մեկնեցան ու Սինայի անաբադը կացին եւ անաբադին մեջ փանագեցան։ Իսրայել հոն լերան թիմած փանագեցավ։ Մովսես Աստուծո քով բարձացավ ու դերը լերնեն գանչեց զայն ասելով. Սաբես խոսե Հակոբի դան եւ հաղորդե Իսրայելի որդիներուն։ Դուք դեսակ ինչ որ ըրի Եգիպտացիներուն, ինչպես ցեզ արձիվի թևերուն վրա գրեցի ու քովս բերի։ Ոստի հիմա եթե իրաբես իմ խոսքս մտի գնեք եւ իմ ուխտս բահեք, դուք ինձի սեփական ժողովուրդ պիտի լակ բոլոր ազգերուն մեջ են, որովհետեւ ամբողջ երկիրը իմս է։ Դուք ինձի քահանաներու թագավորությունը ու սուրբ ազգը պիտի լակ։ Ասոնք են Իսրայելի որդիներուն ըսելիք խոսքերս։ Մովսես եկավ ժողովրդին երեցները գանչեց եւ անոնց ներկայացուց դիրոջ իրեն բադվիրած այս բոլոր խոսքերը։ Ամբողջ ժողովուրդը միապերան պատասխանեց. Դիրոջ բոլոր ասածները պիտի անենք։ Ու Մովսես ժողովրդին խոսքերը դիրոջ հաղորդեց։ Դերը Մովսեսի ասավ. Ահա ես քեզի գուկամ թանցր ամբիմը մեջ, որբեսի ժողովուրդը լսե, երբ ես քեզի հետ խոսիմ եւ միշտ քեզի հավատա։ Ու Մովսես ժողովրդին խոսքերը դիրոջ հաղորդեց։ Դերը Մովսեսի ասավ. Քնա ժողովրդին սրբացուր զանոնք այսօր եւ վաղը թող լվան իրենց հանդերձները ու պատրաստը լան երրորդ օրվան համար, քանի որ երրորդ օրը դերը Սինա լերան վրա պիտի իջնե ամբողջ ժողովրդին աչքերուն արջև։ Իսկ տուն սահման թիր ժողովրդին շուրջը եւ ասե. Զգուշացեք դուք ցեզի համար, որ լերը չբարձրանաք կամ անոր ծայրին չտպչիք։ Ով որ լերան տպչի, անշուշտ պիտի մերծվի։ Ոչ մեկ ցերկ անոր տպչի, որովհետեւ տպչողը անբաժար պիտի քարգոծվի կամ նեդով զառնվի։ Անասունը լա թե մարդ ողջ պիտի չմնա։ Երբ շեփորին ցայնը երկար հնչվի, անոնք լերը թող բարձրանան։ Մովսես լերնեն իջավ ժողովրդին քով, ժողովուրդը սրբացուց, անոնք իրենց հանդերձները լվացին եւ ժողովրդին ասավ. Երրորդ օրվան համար պատրաստ եղեք, ծեր գիներուն մի մերցենակ։ Երրորդ օրը արդուն որոդումներ ու փայլատակումներ եղան։ Թանցր ամպ մգար լերան վրա, նաեւ շատ զորավոր շեփորի ցայմը, ուստի փանագավայրին մեջ եղող ամբողջ ժողովուրդը սարսռաց։ Մովսես փանագավայրեն դուրս հանեց ժողովուրդը Աստուծո հանդիպելու եւ անոնք լերան ըստորոդը գայնեցան։ Սինա լերը ամբողջովին գմխար, որովհետեւ դերը անոր վրա գրագով իջավ։ Անոր մուխը հնոցի մուխի պես կբարձրանար ու ամբողջ լերը չափազանց կցնցվեր։ Քանի շեփորին ցայնը շատ կսաստկանար, Մովսես խոսեցավ եւ Աստված ցայնով անոր պատասխանեց։ Դերը Սինա լերան վրա լերան կակատը իջավ։ Դերը գանչեց Մովսեսը լերան կակատը ու Մովսես բարձացավ։ Դերը Մովսեսի ասավ. Իջիր եւ պատվիրես ժողովրդին, որ դերը դեսնելու համար սահմանեն չանցնին ու չգործվին։ Դիրոջ մոդեցող քահանաներն ալ թող սրբացվին, որբեսի դերը զանոնք չբադարե։ Մովսես դիրոջ ասավ. ժողովուրդը չի գրնար բարձրանալ Սինա լերը, որովհետև թուն մեզի պատվիրեցիր սահման թիր լերան ու սրբացուր զայն։ Դերը անոր ասավ. քնա իջիր, ապա բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը դիրոջ կողմ բարձրանալու համար սահմանեն չանցնին, որ զանոնք չբադարե։ Մովսես ժողովրդին կով իջավ եւ այդպես խոսեցավ անոնց։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։